հենց խոսքը գնաց խաղաղության մասին եւ երբ նախաստորագրվեց, այսպես ասենք, խաղաղության պայմանագիրը, որը իրավական ուժ ընդհանրապես չունի, մենք խոսում ենք երաշխավորված խաղաղության մասին։ Երաշխավորված նշանակում է միջազգային երաշխիքներ եւ երաշխավորող պետություններ։ Եվ մեր մոտեցումը հետեւյալն է, որ չի կարող խաղաղություն կախված լինի մեկ մարդու բարի կամքից։ Ես սա նույնիսկ իմ համար անվանել եմ հորս արև խաղաղությունը, սա չի կարող աշխատել։ Սա ցույց է տալիս նաև աշխարհի փորձը։ Եթե հետաքրքիր է, կարող եմ նաև այդ փորձը Հա, իհարկե, ինձ թվում է արժե, որ այդ համեմատությունները տանենք։ Նայեք, երկու օրինակ։ Մեկը Իսրայել-Պաղեստինա այդ խնդրի օրինակը եւ մյուսը Կիպրոսի։ Եվ այստեղ հետաքրքիր զուգադիպություններ եւս կան։ Իսրայել-Պաղեստինա 93 թվականին Վաշինգտոնում Օսլոյի ակորդը ստորագրվեց եւ հայտարարվեց, որ process-ը խաղաղության մեկնարկում է եւ բավական հաջող մեկնարկը եղել է։ Բայց չեն եղել երաշխավորներ, չեն եղել իրական երաշխիքներ հողի վրա։ Ես 2000 թվականի հունվարին եղել եմ պաշտոնական այցով Իսրայելում, 2 գիշեր Երուսաղեմում եւ 1 գիշեր հենց Յասեր Արաֆատի ռեզիդենցիայում բավական հետաքրքիր այց էր եւ սա այն ժամանակահատվածն էր, երբ արդեն զգացվում էր, որ խնդիրները խորանում են, բայց դեռ հույսը խաղաղության հետ կապված կար։ 1 տարի անց, 1.5 տարի անց ամեն ինչ խառնվեց եւ մենք ինչ ստացանք այնտեղ։ Ուղղակի քայքայեցին գազան, ավիրեցին եւ ավելի քան 70,000 զոհեր, որից 2/3-ը կին ու երեխա։ Սա է խաղաղությունը։ Եվ հիմնական պատճառը, որ չեն եղել երաշխիքներ, չեն եղել երաշխավորներ, բայց 93 թվականին 3 հոգի ստացել են Նոբելյան մրցանակ։ Յասեր Արաֆատ, եթե չեմ սխալվում, Շիմոն Պերես եւ Իսխակ Ռաբին։ Հիմա մեր մոտ զուգադիպությունը, ինչ որ խաղաղության հետ կապված մրցանակներ չկա որևէ երաշխավորանք։ Եվ երկրորդ օրինակը բավական հետաքրքիր է Կիպրոսի օրինակը։ Պատերազմը բռնկվեց 74 թվականին, բայց այն ժամանակ պատերազմը կանգնեցվեց, չկա խաղաղության պայմանագիր, իրականում չկա, բայց կան լրջագույն երաշխիքներ խաղաղությունը հաստատելու համար։ Եվ մինչ այսօր այդ խաղաղությունը կա, չկա խաղաղության պայմանագիր, բայց կա հողի վրա իրական խաղաղություն, որովհետև կան երաշխիքներ։ Մի դեպքում եղել է ստորագրված փաստաթուղթ առանց երաշխիքների եւ ինչ ավարտ ունեցավ այս ամենը ողբերգություն էր ուղղակի։ Եվ մյուս կողմից չկա խաղաղության պայմանագիր, բայց կան երաշխիքներ այդ խաղաղությանը եւ դա աշխատում է մինչ այսօր։ Եվ իդեպ իրար հետ շփվում են այս սահմանը green zone կոչեցյալը շփվում են, մարդիկ կարող ապրի հյուսիսային Կիպրոսում, աշխատի Կիպրոսի հանրապետությունում եւ այլն։ Սա իրական հողի վրա։ Մենք ուզում ենք, որ լինի եւ խաղաղության պայմանագիր եւ երաշխիքներ։ Չէ, պարոն նախագահ, իրականում խնդիրը այլ բանի մեջ է։ Եթե զուգահեռներ անցկացնենք մեր մոտեցումների եւ իշխանության մոտեցումների միջև։ Իշխանությունները ժողովրդին ինչ են ասում։ Երբ որ մենք երաշխավորի ինստիտուտի կարևորությունն ենք ընդգծում, ասում են հենա Ղարաբաղում կար երաշխավոր եւ ինչ եղավ։ Այսինքն թարմ հիշողության վրա, մարդկանց թարմ հիշողությունների վրա օրինակ բերելով փորձում են ապացուցել, որ ժամանակակից աշխարհում երաշխավորի ինստիտուտը այդքան էլ կենսունակ չի այլևս։ Եվ երկրորդ դիտարկումը, պարոն նախագահ, ձեր ասացի հետ կապված, նաև վերած օրինակների հետ կապված, տեսեք, իրենք ինչ են ասում եւ առհասարակ իրանց կոնցեպտը փոխվել է, քաղաքականությունը իրանց այլ է, իրանց ռազմավարությունը այլ է։ Իրանք ասում են մենք հասկացել ենք, որ երրորդ
4-րդ անձով, այսինքն միջնորդներով լավ արդյունքի հնարավոր չի հասնել կամ ավելի դժվար է լավ արդյունքի հասնել եւ լավագույն լուծումը երկուսի երկխոսությունն է, այսինքն ավելի լավ է մենք ու Ադրբեջանը երկուսով դեմ առ դեմ, երես առ երես երկխոսենք իրար հետ բանակցենք, քան թե միջնորդավորված, չգիտեմ, կլինի Ռուսաստան, Եվրամիություն, Ամերիկա, ավելի շատ ռուսական միջնորդությանն են դեմ ըստ էության իրանք արտահայտվում, բայց իրանց երկու մոտեցումները դրանք են, կար երաշխավոր, այսօր չկա Արցախ, ռուս խաղապահները, իդեմս ռուս խաղապահների եւ երաշխավորներով հնարավոր չի հասնել խաղաղության, դեմ առ դեմ բանակցությունները ավելի արդյունավետ են։ Այս երկու թեզն է ըստ էության իրանց հիմնական քարոզչական թեզը։ Հիմա դրանք հակադրվում է մեր ասացին։ Ագնեսա, առաջինը Ղարաբաղը ուներ նաև մեկ ուրիշ երաշխավոր դա Հայաստանի Հանրապետությունն էր, որը բազմաթիվ անգամ եւ Ղարաբաղի Հանրապետությունը ձևավորման պահից էր հայտարարում, որ ինքը երաշխավորն է։ Եվ այդ մեկ երաշխավոր առաջինն է հրաժարվել իր այդ ֆունկցիայից։ Ինքը կողմ էր այդ բանակցային գործընթացի, երբ կանգնեցվեց պատերազմը եւ ստորագրվեց այդ նոյեմբերի 9 20 թվականի հայտարարությունը։ Իդեպ հենց Հայաստանի Հանրապետությունը, որը որպես երաշխավորող կողմ հրաժարվել է այդ ֆունկցիայից եւ մեղադրում է Ռուսաստանին։ Եվ ինքը զրոյացրել է Ռուսաստանի դերակատարությունը որպես միջնորդ։ Ռուսաստանը, գիտեք, երկու ֆունկցիա ուներ։ Մեկը ինքը միջնորդ էր այդ հակամարտության, մեկը պատերազմը կանգնեցնելուց հետո դարձավ երաշխավորող։ Եվ սա պրոբլեմային է, որտեղ միջնորդի եւ երաշխավորողի ֆունկցիաները խաչվում են։ Երբ Հայաստանը այդ ֆորմատից ինքը իրեն դուրս քաշեց, ամբողջ կոնստրուկցիան այդ խաղաղության ինքը փլզեց, հենց Հայաստանը։ Սա մի քիչ այլ օրինակ է, ես նայեք, փորձեմ միգուցե ավելի մեծ բարձություն մտցնել ուղղակի այս ամեն ինչի մեջ։ Երբ խոսում ենք երաշխավորության մասին, մենք ինչի համար ենք ասում ենք հարատևելի լինի։ Իմ բերած օրինակներում Իսրայելի ղեկավարությունը փոխվում էր, Պաղեստինի ղեկավարությունը փոխվում են եւ բանավոր այսպես այս հորս արև այդ ֆորմուլան մյուսների համար չի աշխատում։ Հիմա գալիս են ուրիշ ղեկավարներ, որոնք շատ հանգիստ կարող են ասել, այս խոստումը ես չեմ տվել, սա բանավոր խոստում էր, սա ոչինչ չի նշանակում։ Եվ զսպող որևէ մեխանիզմներ այստեղ չկան։ Խոսքը հենց դրա մասին է։ Ալիևի տրամադրությունը կփոխվի թե չէ, վաղը մյուս օր Ալիևն ա լինելու թե չէ, թե իր կինն ա լինելու, թե տղան ա լինելու, թե մեկ ուրիշն է լինելու, եւ չկա որևէ փաստաթուղթ, որը կնշանակի, որ նաև կան այլ պետություններ, որոնք որոշակի պատասխանատվություն այստեղ ստանձնել են։ Խնդիրը հենց սրա մեջ է եւ նայեք, պետք չի այս հարցը դիտարկել, որ երաշխիքները պետք են միայն մեզ, միայն հայկական կողմին։ Ինչ են ասում ես, ասում են ռևանշիստներ են, չէ, չեն ուզում եւ այլ։ Խաղաղության երաշխիքները նաև զսպում են ռևանշիստներին, երկու կողմին է սա վերաբերում։ Սա ֆունդամենտալ հարց է։ Ինչ է ասում Ալիևը։ Ասում է սահմանադրությունը փոխեք, սահմանադրությունից այդ հռչակագրի հատվածը հանեք, որ մենք հասկանանք, որ նաև հայ ժողովուրդն է համաձայն այս ամենի հետ։ Իսկ հարց չի առաջանում, իսկ ինչի Ալիևին պետք չի երաշխիքներ։ Որտեղ ունի Նիկոլ Փաշինյան, ով զսպում այդ, այսինքն հանում է մարդուն գործից, որ գիրք նվիրում Արցախի մասով։ Ալիևը ունի այդ երաշխիքը, իդեմս Նիկոլ Փաշինյանի Հայաստանի Բայց կարա մտածի, որ միջազգայինի համար Ղարաբաղը Նիկոլ Փաշինյանը հաստատ չի լինելու։ Հենց խոսքը դրա մասին է։ Պետք չի այս process-ին դիտել, որ երաշխիքը պետք է միայն հայկական կողմին։ Եթե մենք խոսում ենք հարատևելի խաղաղության մասին, այդ երաշխիքը պետք է եւ հայկական կողմին, եւ Ադրբեջանին։
Ադրբեջանին ինչի համար է պետք։ Օրինակ, աշխարհակական մեծ փոփոխություններ են եւ ինչ պայմաններում հայկական կողմը շանս է ստանում այս ռևանշիզմը վերակենդանացնել։ Այդ երաշխիքները նաեւ ազդելու են այս պարագայի վրա։ Եվ ինչու պետք չի այդ երաշխիքները Նիկոլ Փաշինյանին։ Կարող եմ նաեւ սա բացատրել։ Ինձ համար պարզ է ինչու համար ինքը չի ուզում երաշխիքներ, որովհետեւ երաշխիքների պարագայում Նիկոլ Փաշինյանի անունը ուղիղ չի կապվելու խաղաղության հետ։ Ինքը ուզում է այնպիսի խաղաղություն, որի ընկալումը ժողովրդի կողմից լինի հետևյալը. այս Նիկոլը եթե չի լինի, հաստատ պատերազմա լինելու։ Մենաշնորհը Իրանն է, այսինքն։ Այ հաստատ պատերազմա լինելու։ Բայց իրականում մեզ պետք է խաղաղություն, որը կապված չի լինի Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան կամ մեկ այլի հետ, որ կապված չի լինի, ով է լինի իշխանափոխությունից հետո այդ խաղաղությունը լինի երաշխավորված։ Ես դրա համար բերեցի Կիպրոսի օրինակը։ Կիպրոսում բազմաթիվ նախագահներ եւ վարչապետներ են փոխել, խաղաղությունը կա։ Պայմանագիրը չկա, բայց խաղաղությունը կա, որովհետեւ կան երաշխիքներ հողի վրա։ Իդեպ Դեյտոնի համաձայնագրերը Բոսնիա-Հերցեգովինայի հետ կապված։ Վաղուց այնտեղ մի 4-5 անգամ պատերազմ կլներ, եթե չլինեին հողի վրա հստակ երաշխիքներ։